Պարոն Կապետյան, դուք տեղյակ եք եղել, որ ՀԵՑ-ը ձեր այլ ընկերություններից գնումներ է կատարել իր կարիքների համար, թե որ դա խնդրառույց համար է, թե ոչ։ Դե հիմա չի կատարում, դուք էլ նայեք ՀԵՑ-ի վիճակը։ Ասում են հիմա 50 միլիոնյա բանը ֆինանսական պարտավորություն են կատարել, հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացնեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել։ 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը։ Այդ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, տեսնեք։ Գնանք, բայց դուք խնդրառույց չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որովհետև այլտեղից կարող է ավելի էժան ձեռք բերել։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Բայց թող ձեռք բերեն, մի տարուց ավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ ՀԵՑ-ի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնում։ Իհարկե ոչ միայն ՀԵՑ-ի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Սովորական ՀԵՑ-ն էլ փորձանքի կբերեն, ոչ։ Սովորական քաղաքացին ինչպես պիտի զգա պարոն Կարապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին են հիծում։ Սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ Իսկ բիզնեսմենները, մի օրինակ բերեմ, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինել։ Այդ միացումները չկան։ Այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ պրոբլեմ, ինչը որ հիմա կա։ Պարոն Կապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալը եւ այդ հայտարարություն անելը Դուբայում եք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու, թե ոչ։ Ոչ, ես ապրում եի 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս։ 3-4 ամիս Դուբայում։ Կներեք, դուք մեզ առույգ եք։ 2 ամիս Հայաստանում։ Գնաք շուտ։ Գնում ենք։ Մեզ պետք է առույգ։ Պաշտպանության կարիք ունեք լրացուցիչ։ Դուք Դուբայում, ինչու եք Դուբայում ապրում, Ռուսաստանում խնդիր կար։ Ռուսաստանում խնդիր չկար, Ռուսաստանում սրտի է խնդիր կար։ Սրտի։ Ես ձմեռն էի գնում Դուբայ, որտեղից դուր էր գալիս։ Կապտը եւ 1 ժամից բարձրնելու ծառայանի կապանմիջոցի հարցը։ Բայց սա առնչությամբ ինչ ունեք ասելու գործարար է։ Գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք։ Իրենք վստահ եմ Սարուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Սարուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Պարոն Կապետյան, եւ ինձ հարցազրույցի առաջարկի հետ կապված ինչ մտածեցիք։ Էլի հարց ունեք, նկատի ունեմ Տիգրան հետ պայմանավորվեք, էլի։ Դուք այսինքն ձեր համաձայնությունը տալիս, դուք դեմ չեք։ Պարոն Կարապետյանը ապրում է։ Հարվածնող է։